Ողջույն սիրելի հետևորդներ, եթե այսօր քեզ հարցնեն ինչն է ամենամեծ բեռը, որ մարդը կարող է կրել, ինչ կպատասխանես։ Ֆինանսական խնդիրները, հիվանդությունները, մենակությունը, պատերազմի վախերը։ Պողոս առաքյալը Գաղատացիներին ուղղված նամակում ասում է, որ կա ավելի ծանր բեռ, որը մարդու աչքում չի երևում, բայց կարող է կորցնել նրա ամբողջ կյանքը։ Այդ բեռը մեղքի և օրենքի դատապարտությունն է։ Եվ հետո նա ասում է մի նախադասություն, որն առաջին հայացքից նույնիսկ ցնցող է. Քրիստոսը մեզ համար անեծք դարձավ։ Ինչպես կարող է Աստծո սուրբ որդին անեծք դառնալ։ Արդյոք սա նշանակում է, որ հայրը մերժեց որդուն։ Իհարկե ոչ։ Այսօր մենք կբացահայտենք այս խորհրդավոր խոսքերի իմաստը և կհասկանանք, թե ինչու է այս հատվածը ավետարանի սրտերից մեկը։ Քրիստոսը մեզ փրկագնեց օրենքի անեծքից անեծք դառնալով մեզ համար, որովհետև գրված է անեծյալ լինի նա, ով կախվում է փայտից, որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով և որպեսզի մենք հավատի միջոցով ստանանք խոստացված Սուրբ Հոգին։ Եղբայրներ, մարդկային տեսանկյունից եմ ասում, անգամ մարդու հաստատած կտակը ոչ ոք չի կարող ջնջել, ոչ էլ վրան որևէ ուրիշ բան ավելացնել։ Աբրահամին ու նրա ժառանգին տրվեցին խոստումներ։ Սուրբ Գիրքը չի ասում նրա շառավիղներին, որ կվերաբերեր շատերին, այլ խոսքը մեկի մասին է և քո ժառանգին, այսինքն Քրիստոսին։ Ահա թե ինչ եմ ուզում ասել։ Աստծո կողմից նախապես հաստատված կտակը, օրենքը, որ դրանից 430 տարի հետո դրվեց, չի կարող անվավեր դարձնել ջնջելու խոստումը։ Եթե ժառանգությունը կախում ունի օրենքից, ապա այլևս կախված չէ խոստումից, այն ինչ Աստված Աբրահամին խոստումով շնորհեց այն։ Իսկ ինչի համար է օրենքը։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար շառավիղը, որին էր ուղղված խոստումը, և հրեշտակների ձեռքով տրվեց միջնորդի միջոցով։ Իսկ միջնորդը ենթադրում է երկու կողմ, մինչդեռ Աստված մեկ է։ Իսկ օրենքն Աստծո խոստումներին հակառակ է, ցավ լիցի, որովհետև եթե տրված լիներ մի օրենք, որ կարող լիներ կյանք տալու, ապա հաստատապես արդարություն օրենքից կլիներ։ Բայց Սուրբ Գիրքը ամեն ինչ արգելափակեց մեղքի տակ, որպեսզի խոստումը հավատացյալներին տրվի Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։ Քանի դեռ հավատը չէր եկել, արգելափակված էինք օրենքի հսկողության տակ, սպասելով հավատին, որ հայտնվելու է մեզ։ Ամեն։ Քրիստոսը մեզ փրկեց օրենքի անեծքից։ Պողոսը մեջբերում է երկրորդ օրենքի գրքից, անիծյալ է նա, ով կախված է ծառից։ Հին ուխտում սա դատապարտվածի նշանն էր, բայց Քրիստոսը խաշտվեց ոչ թե իր մեղքերի համար, նա մեղք չուներ, նա իր վրա վերցրեց մեր դատապարտությունը, այսինքն նա չդարձավ մեղավոր, այլ իր վրա կրեց մեղքի հետևանքները, որպեսզի մենք ազատվենք դրանից։ Սա փոխանակման մեծ խորհուրդն է։ Նա վերցրեց մեր դատապարտությունը, մենք ստացանք նրա արդարությունը։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը բացատրում է, որ Քրիստոսի անեծքը դարձավ ոչ թե իր էությամբ, այլ կամովին, ընդունեց այն դատավճիռը, որը նախատեսված էր մեզ համար, որովհետև նա մտավ մեր տեղը, որպեսզի մենք կանգնենք նրա տեղում, որպես Աստծո որդեգիր զավակներ։ Համեմատենք մեր ժամանակների հետ, ապա կտեսնենք, օրինակ, պատկերացրեք, որ դատարանում դուք մեղավոր եք ճանաչվել, և դատավորը հայտարարում է ծանր պատիժ։ Հանկարծ մեկ ուրիշը վեր է կենում և ասում, թող այդ պատիժը ինձ վրա լինի։ Սա անարդար կհնչեր, եթե այդ մարդը պարզապես պատահական անձ լիներ, բայց այստեղ պատիժը վերցնում է նա, ով ինքն է օրենսդիր և ով սիրուց դրդված իր կյանքն է տալիս աշխարհի համար։ Խաչը հենց սա է, Աստծո արդարությունն ու Աստծո սերը հանդիպում են մեկ կետում։ Որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի բոլոր ազգերին, Պողոսը հիշեցնում է Աբրահամի խոստումը։ Աստված Աբրահամին խոստացավ. քո սերնդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը։ Պողոսն ասում է, այդ սերունդը Քրիստոսն է, այսինքն փրկությունը միայն մեկ ազգի համար չէր նախատեսված, այն բացվեց բոլոր ժողովուրդների առաջ։
Սա եկեղեցու համընդհանուր առաքելության հիմքերից մեկն է։ Սուրբ Օգոստոս Յանելին ասում է, որ Աբրահամի օրհնությունը նյութական հաջողություն չէր, այլ այն շնորհը, որով բոլոր ժողովուրդները կարող էին դառնալ Աստծո ընտանիքի անդամներ։ Խոստումը տրվեց Աբրահամին և նրա սերնդին։ Պողոսը ուշադրությունը դարձնում մեկ բառի վրա, չի ասում սերունդներին, ասվում է սերնդին։ Նա սա կապում է Քրիստոսի հետ, այսինքն Աստծո ողջ փրկության ծրագիրը կենտրոնանում է Քրիստոսի անձի մեջ։ Առանց Քրիստոսի հնարավոր չէ լիովին հասկանալ հին կտակարանը։ Օրենքը եկավ 430 տարի հետո։ Պողոս առաքյալը կարևոր հարց է լուծում։ Եթե Աստված խոստում էր տվել Աբրահամին, ապա ինչու հետո տրվեց օրենքը։ Պատասխանը. օրենքը չչեղարկեց խոստումը, այն ժամանակավորապես ցույց տվեց մարդու մեղքը և դատապարտեց ճանապարհը դեպի և պատրաստեց ճանապարհը դեպի Քրիստոս։ Օրենքը հաճելի էր, Քրիստոսը բժիշկը։ Հայելին ցույց է տալիս հիվանդությունը, բայց չի բուժում։ Սուրբ Աթանասն ասում է, որ օրենքը մարդկությանը սովորեցրեց ճանաչել մեղքը, որպեսզի մարդիկ հասկանան, թե որքան անհրաժեշտ է փրկիչը։ Ուրեմն ինչու օրենքը։ Առաքյալն ինքն է տալիս հարցը և պատասխանում մեղքի պատճառով ավելացվեց։ Այսինքն օրենքը ցույց տվեց, թե որքան խորն է մարդու անկումը։ Այն չստեղծեց մեղքը, այն բացահայտեց այն, ինչպես բժշկական հետազոտությունը չի ստեղծում հիվանդությունը, այլ հայտնաբերում է այն։ Այս հատվածի պատգամը մեր ժամանակների համար նա է, որ այսօր մարդիկ հաճախ հավատում են, որ կարող են բավականաչափ լավ լինել Աստծուն հաճելի լինելու համար, բայց առաքյալը հիշեցնում է, ոչ ոք չի փրկվում իր արժանինքներով։ Եթե հնարավոր լիներ փրկվել միայն բարոյական կյանքով, ապա Քրիստոսի խաչը անիմաստ կլիներ։ Խաչը ցույց է տալիս, թե որքան լուրջ է մեղքը և որքան անսահման Աստծո սերը։ Սուրբ Եփրեմ աստորեն ասում է. խաչը դարձավ այն ծառը, որի վրա պարտվեց և կյանքը ծաղկեց։ Այն ծառը, որ մարդկանց համար ամոթի նշան էր, Աստված դարձրեց փրկության նշան։ Կյանքում կիրառելի մի քանի կարևոր խորհուրդներ այս հատվածից։ Մի փորձիր արժանանալ Աստծո սիրուն միայն քո գործերով, ընդունի նրա շնորհը։ Ամենաշնորհակալություն հայտնիր Քրիստոսին խաչի համար, երբ մեղքի զգացում ունես, մի փախիր Աստծուց, այլ մոտեցիր նրան ապաշխարությամբ։ Մի դատիր ուրիշներին, կարծելով թե դու ավելի արդար ես։ Կարդա հին կտակարանը Քրիստոսի լույսի ներքո։ Հիշիր, որ Աստծո խոստումները երբեք չեն չեղարկվում։ Մի կորցրու հույսդ, եթե ընկել ես, խաչը հենց ընկածների համար է։ Ապրիր ոչ թե վախից, այլ շնորհի գիտակցությամբ։ Քո հավատը կառուցիր Քրիստոսի կատարած գործի վրա և ոչ թե միայն քո զգացումների։ Ամեն օր հարցրու քեզ. ես այսօր ապրում եմ որպես ազատված մարդ, թե դեռ ինձ պահում է մեղքի դատապարտության մեջ։ Սուրբ Հովհան Ոսկեբյանը շեշտում է, որ Քրիստոսը կամովին վերցրեց մեր դատապարտությունը, ոչ թե որպես պարտված, այլ որպես հաղթող։ Սուրբ Օգոստինոսը հիշեցնում է, որ Աբրահամի խոստումը իր լրումին գտավ Քրիստոսում, և այդ օրհնությունը բացվեց բոլոր ժողովուրդների համար։ Սուրբ Աթանասը սովորեցնում է, որ օրենքը մարդու ուսուցիչն է, իսկ Քրիստոսը նրա փրկիչը։ Սուրբ Եփրեմ աստորին խաչը կոչում էր կյանքի ծառ, որովհետև այնտեղ մահը վերածվեց հաղթանակի։ Սիրելի հավատավոր հետևորդներ, մենք հաճախ մեր ուսերին կրում ենք այն բեռները, որոնք Քրիստոս վաղուց արդեն վերցրել է։ Մենք դեռ ապրում ենք մեղավորության զգացումով, երբ նա ասում է վերջացավ։ Մենք դեռ փորձում ենք Աստծուն ապացուցել մեր արժեքը, մինչդեռ նա խաչի վրա արդեն ապացուցել է, թե որքան արժեքավոր ենք իր համար։ Գաղատացիներին ուղղված այս հատվածը մեզ հիշեցնում է. դու չես փրկվում, որովհետև կատարյալ ես, դու փրկվում ես, որովհետև Քրիստոսը կատարյալ զոհ դարձավ քեզ համար։ Ուրեմն մի ապրիր որպես դատապարտված մարդ, ապրիր որպես ազատագրված մարդ։ Մի նայիր միայն քո անկումներին, նայիր խաչին։ Այնտեղ Աստված ոչ միայն ցույց տվեց մեղքի ծանրությունը, այլ նաև իր սիրո անսահմանությունը, և երբ հաջորդ անգամ քեզ թվա, թե Աստված քեզ չի սիրում կամ դու անարժան ես նրան մոտենալու, հիշիր, Քրիստոսը վերցրեց այն, ինչը քեզ չէր պատկանում, որպեսզի քեզ տա այն, ինչը պատկանում էր Աստծո զավակի արժանապատվությունը և հավիտենական կյանքի հույսը։ Ահա ավետարանի սիրտը և ահա խաչի հաղթանակը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին և այս տեսանյութը ուղարկել քո
քրիստոնյա բարեկամներին, ընկերներին, քույրերին ու եղբայրներին, նրանց ևս հաղորդակից դարձնելով Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։